Ունեմ 6-700 տան, ասել եմ ինչքան փող ուզում եք, դաժե հայաստանցիք ուզենով ուզում են, կան մտեն ծառայության, ախտեջան, պայմանագրային արձագանքով խմբեր։ Ամեն տեղն էլ 5-6 բաժանմունքի նախագահներ կան, չհաշված սպայական կազմ կա, կարգը կանով հերթով պետք է իրար փոխենք, հերթով։ Համ այդ տղերքին պետք է չգնա գրուսկա չտանք, համ ամեն ինչը կարգը կանով։ Եթե եկանք պարզ եկել ենք, պետք է զորքի հետ լինենք, այդ զորամասի հետ, զինվորի մեջ պետք է մնանք, առանց զորքի մենք չենք կարա, առանց տեխնիկայի չենք կարա, առանց այդ բաների չենք կարա։ Դրա համար էլ ոնց էլ իրանք այսօր կարան առանց մեզ պահեն։ Սահմանն է պետք պահել, այդ զինվորներին է պետք պահել, այդ ժողովրդին է պետք պահել։ Մենք եկել ենք ստեղ, մենք ինքներս մեր երեխեքին, մեզի, մեր ընտանիքները պահենք։ Ով որ տարբերություն ատնում թե Ղարաբաղի հողերն ապրողն ունդեղին, ուրեմն ինքը թուրք առնող։ Անակնկալ չէր, էդի մենք ամեն րոպե սպասում ենք, դրա համար մենք 5 տարի առաջ արդեն պատրաստը կար մեր արագարձական խմբերը, երբ որ այդ կատարվեց այդ հարձակումը, արդեն մենք ունենք արագարձական խմբեր, դրա համար մեր մոտ արագ ստացվեց եւ կարողացանք ժամանակին հասնել ու կանգնել մեր զինվորի կողքին։ Ժողովրդի խոսքը ասեց համախմբվելով, մենք ինչպես գիտեք արդեն տագնապից անմիջապես մի 2 ժամ հետո բոլոր մարզերը, բոլոր տարածքային բաժանմունքները իրենց խմբերով հավաքվեցինք ու եկանք հասանք մեր զինվորի կողքին։ Անմիջապես զինվորի կողքին գտնվեցինք եւ պաշտպանեցինք մեր հողը։ Նույնը ես շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր հայ ժողովրդին, քանի որ նրանք նույնպես արագ արձագանքեցին 89 թվականների ոնց համազգային բուրըն հավաքվեցին իրար գլխի համազգային շարժում էր։ Այսօր նույնպես մեր ժողովուրդը միասնական է, մեր երեխաները միասնական են։ Երևի տարբերություն դուք ավելի լավ եք նկատում։ Այն վաղ երկրորդ, երրորդ դասարան երեխեքը չէին մասնակցում, իսկ այսօր առաջ երկրորդ դասարան երեխեքը իրենց լում մարոժնը փողը տալիս են, որ բանակին ինչ-որ բան ուղարկեն։ Դա ինստինկտյան ամեն ինչ ասում է արդեն, շնորհակալություն մեր ժողովրդին։ Հայ զինվոր, ես ցավում եմ, որ մեր թշնամին կրկին հալածում է մեզ, սակայն ես ապահով ու հանգիստ եմ, որ դու զինվոր կանգնած ես ու հսկում ես։ Ցավալին այն է, որ մեր պաշտպաններից շատերը զոհվում են հանուն հայրենիքի։ Ու ես քեզ այստեղից օգնում եմ, որ դու իմանաս, որ մենք թեկուզ փոքր ենք, բայց զգում ենք, թե թշնամին ինչպես է մեր զինվորին սպանում։ Նրանց ես մեկ բառով անվանում եմ մարդակեր։ Հայ զինվոր, ես քո կողքին եմ։ Մեր զինվորները մեր երիտասարդ ժամանակվա իսկական զինվորներն են, որոնք առյուծի պես են մարզում, չէ։ Թշնամին երբեք նրանց հոգին չի կարա կոդրի։ Պատրաստ ենք ամեն մի անակնկալի։ Եվ որպես զինվորական մենք ամեն ինչ կանխատեսում ենք, մենք գիտենք, որ թշնամին միշտ էլ նեմելու է սադրիչ գործողությունների, այսօր զինադադար է, բայց իրենք նույնպես ամենտեղ սողոսկում են, նույնը փորձում են դիվերսիոն հետախուզական խմբերներ թափանցեն, ամեն ինչ էլ գնում են։ Մենք պատրաստ ենք մեր զինվորի հետ, ինչ որտեղ էլ զինվորին հետ կուղարկեք, մենք կմնանք։ Պատերազմը տարբերություն չունի, միտեղ հարձակվում ենք, միտեղ է պաշտպանվում ենք։ Մենք համ պաշտպանվել գիտենք, համ էլ հարձակվել գիտենք։ Եթե մենք ուզենանք հարձակվենք, մենք հենց հիմա էլ պատրաստ ենք հարձակվելու։ Մեր զորքը պատրաստ է, մեր բանակը պատրաստ է, ասում ես իր հրամանները կատարելու։ Մենք այնպես որ այս տարբերություն չեմ տեսնում, հարձակողական է, թե պաշտպանողական է։ Դրա համար մենք եթե պաշտպանվել գիտենք, ուրեմն հարձակվել էլ գիտենք։ Մենք այս շարքային զորակազմի հետ անցկացնում ենք մարտական հերթապահություն, գիշեր ու զոր խրամատներում, խրամաբջիջներում հսկում ենք հակառակորդի շարժը, տեղաշարժերը, խիզախ տղաներ, մենք առավոտից իրիկուն իրանց հետ ենք։ Ծնողներին խնդրում եմ չանհանգստանան իրանց երեխաների համար, որովհետև մարտական փորձ ունեցող տղաների հետ դիրք են կանգնում։ Խրամատում հուսալի ընկերոջ հետ են կանգնած, ավակ ընկերոջ։
ու ասեկոսեներ կան, որ երկրապահ ազատամարտիկները ստեղ ինչ որ անիմաստ բանով են զբաղված, ոչ, մենք զբաղված ենք այս երեխեքի անվտանգ գիշեր անցկացնելով, հերթապահությունով ու այդ չար լեզուները, որ խոսում են երկրապահ կամ ազատամարտիկները հարբեցողությամբ ինչով զբաղվում են, դրանք մեր մեջի թուրքն են։ Ավելի վատ են, քան դիմացի կանգնած հակառակորդը, որովհետև այս երեխեքը, որ կանգնած են, իրանց կողքին մի օր, մի գիշեր լինելով իրանք այդպես չեն խոսա։ Դրանք կներեք բաշի բոզուկներ են, որ թուրքից մնացած հայ մեջի կեղտոտ տեսակն են, որ խուճապ են գցում ազգաբնակչության մեջ։ Պատրաստ ենք մեր կյանքը մեր հայրենիքի համար տալ, գիշեր ու զոր կանգնել սահմանին, որ մեր մայրերը, քույրերը, հարազատները անհոգ ապրեն։ Եվ կխնդրեմ մեր մայրերին, ծնողներին, տատիկներին, ինչու՞ չէ պապիկներին, որ չանհանգստանան, լաց չլինեն, այդ լաց լինելու նեղվածությունը մեզ ավելի ակոտրում, քան նենք թշնամին։ Երկրապահներն ամենակարևոր մարդիկ են, այսպես ասած, որ իրանք ունեն ավելի հին պատմություն, քաչ ծանոթ են սահմաններին, այս դիրքերից որոշ մասերը հենց իրանք են ազատագրել թշնամուց ու փորձառու մարդիկ են։ Չենք վախենում, երեխեքի մեջքին կանգնած ենք, երեխեքն են մեզնով ուրախանում են։ Հետերը հերթապահություն ենք անցնում, գիշերը զգոն են, երեխեքը հերոս առուս տղաներ են։ Հիմնականում մեր Արցախյան պատերազմի երկրապահի տղաներն էլ միշտ իրանց հետ, իրանց կողքին, ծնողներին խնդրում եմ չանհանգստանան երեխաների համար, որովհետև փորձված զինվորականներ են իրանց կողքին կայնած։ Իրանք էլ առյուծ տղեկ են։ 16 տարի Ղարաբաղ եմ ապրում, Հայաստանից, Երևանից եմ եկել։ Հիմա 4 երեխա ունեմ, տղես էլ այս պահին ստեղ։ Մեր հակառակորդը շատ նենգ է, ամեն ինչ կարելի է սպասել, ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ։ Թե ինչքան կպահպանվի, դա Աստված գիտի։